Ողջույն, 24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Զոհրաբյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Խոսենք դատավարության մասին, Միքայել arczepiskopos Աջապահյանի դատախազը միջնորդություն ներկայացրեց, նրան ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դուք արձագանքեցիք, որ ձեզ համար նորություն չէր, որ այդպիսի առաջարկ կհնչեցվի եւ ասացիք, որ որևէ արդարադատություն չեք տեսել մինչեւ հիմա։ Մեղադրական վերդիկտը արդեն իսկ կա, չեք կարծում ինչ որոշում կկայացնի դատավորը պատժաչափի մասով։ Շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար։ Նախ ասեմ, ինչու ենք կանխատեսում, որ նման ճանապարհով կգնար դատարանը, որովհետև դա ունի նախապատմություն։ Ինչպես գիտեք, այս գործի բնույթն ինքնին արդեն տարակուսելի է, որովհետև իրենք Միքայել Սրբազանին մեղադրում են իր խոսքի համար 1.5 տարի առաջ հնչեցված խոսքի համար։ Ընդ որում 1.5 տարի առաջ այդ խոսքը, որ Միքայել Սրբազանը հնչեցրել է, նա պատմել է ինչ-որ մի իրադարձության մասին փակ լսարանում, որը այո հեռարձակել է Gala TV հեռուստաընկերության լրագրողը, այսինքն Միքայել Սրբազանի խոսքերը ուղղված չեն եղել անորոշ շրջանակին, հանրության անորոշ շրջանակին չեն ուղղվել, կոնկրետ քննարկման մասնակիցներին։ Եվ Միքայել Սրբազանը պատմել է նախկին իրադարձությունից մի հատված։ Ասել է, որ այս պատերազմի ժամանակ այսպիսի բան եմ առաջարկել։ Հիմա տեսեք, ընդ որում հետաքրքիր է, որ դրանից եւս 1 տարի առաջ Միքայել Սրբազանը նույն բանն է պատմել, նույն բանը։ Ուղղակի պատերազմի ժամանակ բառերի փոխարեն ասել է 44 օրյա ընթացքում։ Ուրեմն այդ նույն պատմության համար իրավապաշտպաններից մեկը դիմել է դատախազություն, ասելով, որ այս պատմությունը իր մեջ իշխանության զավթման կոչեր է պարունակում։ Եվ դատախազությունը ԱԱՑ-ի հետ ստուգելուց հետո պատասխանել են այդ անձին, որ այստեղ քրեայրավական հետևանքներ չկան։ Առավելևս, որ իրենք նախապես արդեն իսկ իրենք էլ էին ստուգել իրենց օպերլիազորի հաղորդմանի վրա, այդ հարցը ստուգել են եւ համարել են, որ խնդիր չկա։ 1 տարի հետո արդեն խնդիր են։ 1 տարի հետո փաստորեն, երբ որ Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծվեց եկեղեցու նկատմամբ այս հարձակումները, այդ շրջանակներում իրենք տեսան եւ հիշեցին, որ Միքայել Սրբազանը 1.5 տարի առաջ նման բան է ասել։ Ընդ որում հետաքրքիր է, որ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածը, որը վերագրում են Միքայել Սրբազանին, ասում է, որ ուրեմն իշխանության զավթման կամ սահմանադրական կարգի տապալման կոչեր հնչեցնելը։ Այսինքն կոչը, ընդ որում սահմանադրական դատանի որոշման մեկնաբանությունների լույսի ներքո եւ նաեւ մենք փորձագետների ենք դիմել, ովքեր հայոց լեզվի կանոնների համաձայն մեկնաբանել են, թե ինչ է նշանակում կոչը, ուրեմն այս լույսի ներքո բացահայտվել է, որ այդ կոչը նախ պետք է պարունակի հրավեր, կոնկրետ գործողության նախապատրաստման, իրականացման, պլանավորման հետ կապված։ Եվ դա պետք է լինի բռնության սպառնալիքի կամ դրա ուղիղ ազդեցության ներքո։ Եվ դրան էլ չի հաջորդել ինչ-որ պատրաստություն։ Այո, այսինքն տեսեք, Միքայել Սրբազանը ոչ թե, ընդ որում դա նշանակում է պետք է լինի ներկա կամ ապառնի ժամանակով։ Ոչ թե անցյալով։ Եթե ես կոչ եմ անում ինչ-որ գործողություն կատարելու, ապա ես ասում եմ, ժողովուրդ, օրինակ ժամը 12:00-ին հավաքվում են կառավարության դիմաց այս վատ բանը անելու պայմանականորեն։ Ոչ թե ասում եմ ես 1 տարի առաջ այսպեսի մի բան եմ ասել, դա ոչ մի կերպ չի կարող կոչ համարվել։ Եվ դա փորձագետներն են փաստում եւ սահմանադրական դատանն է փաստել։ Հիմա պատկերացեք այս անհիմն մեղադրանքով, հարմարեցված մեղադրանքով, իրենք Միքայել Սրբազանին ձերբակալեցին, հիշում եք այդ ձերբակալման պատմությունը ինչ խոզարկություն Գյումրի քաղաքում, դրան գումարած նաև Մայրաթորում իրենց հարձակումը ուժայիններով եկան փորձեցին եւ ինչ նաև ընդվզում տեղի ունեցավ, այդ ամեն ինչին դուք ծանոթ եք եւ բոլոր դեպքերում մենք կալանավորեցին Միքայել Սրբազանին։ Միքայել Սրբազանին կալանավորեցին անհարկի բացայտ անիմն պայելով կալանքի տակ։ Մենք վերջերս էլ ականատես եղանք, որ նաև սպանության հետ առնչվող անձինք, ովքեր մեղադրվում են քրեական գործերով, տնային կալանքի տակ են։ Մինչդեռ Միքայել Սրբազանը, ով մեղադրվում է խոսքով արարք կատարելու համար, իրեն կալանավորել են։ Եվ կալանավորման հիմքում գիտեք ինչ է դրված,
որ ինքը կարող է կրկին նույն արարքը թույլ տալ։ Իսկ հարցազրույց տա եւ մենք բացատրում ենք, ասում ենք հարգելներս, Միքայել Սրբազանը խոսքի համար է այսօր մեղադրվում, իսկ խոսքը դուք չեք կարող բանտի պատերով փակել, որովհետեւ Միքայել Սրբազանը բանտից մի քանի անգամ հրապարակային նյութեր է փոխանցել եւ հրապարակվել են իր անունից։ Ավելին, դատական նիստերի ժամանակ նա այդ հնարավորություն ունի հրապարակային ինչ-որ բաներ ասելու։ Եվ էլի լրատվամիջոցները կարող են դա տարածել, ինչպես որ տարածում են իր խոսքը։ Հետևաբար, այն միջոցը, որ դուք ձեռնարկել եք, դա որևէ կերպ այդ նպատակին չի ծառայում։ Ու ակնհայտ է, որ այս կալանքը Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված է որպես պատիժ։ Որպես պատիժ, որպեսզի զսպեն նրա քաղաքական ակտիվությունը։ Եվ հետագայում, երբ որ արդեն մենք գնացինք դատարան, գործը գնաց դատարան։ Մենք քաղաքական ակտիվություն, թե նաև հրապարակային հայտարարություն է, որովհետև առանձնապես քաղաքական ակտիվություն մենք չենք տեսել Միքայել Սրբազանից։ Ավելի շատ հարցազրույցների տեսքով էր նա քաղաքական կարծիք հայտնում, բայց առանձնապես որ օրինակ Բագրատ Սրբազանը երբ գործընթացներ էր ծավալում քաղաքական, մենք տեսնում ենք, որ ուղղակի մասնակցում է նա։ Այն մեկ-մեկ։ Տեսեք, իշխանությունը իմ կարծիքով, իմ անձնական կարծիքն է, իմ կարծիքով իշխանությունը բոլոր դեպքերում մտահոգված է Միքայել Սրբազանի հեղինակությունից։ Եվ նաև մտածում է, որ եթե Միքայել Սրբազանը քաղաքական ակտիվ դաշտ մտնի, ապա կարող է լուրջ խոչընդոտ լինի իր համար։ Եվ այսպես նախահարցակ լինելով փորձում է դա ապահովագրել։ Ես այդպես եմ հասկանում, փորձեմ պարզաբանել, թե ինչու։ Այո։ Տեսեք, երբ որ մենք գնացինք արդեն դատարան, գործը դատարանը վերցրեց, առաջին իսկ մեծ կոպիտ խախտումը դատավորի եղավ այն, որ նա գործը չուղարկեց տստնդատության։ Քրեական դատավարության օրենսգիրքը ասում է, որ պետք է գործը քննի այն դատանը, որի տարածքում տեղի ունեցել ենթադրյալ հանցանքը։ Հիմա ուրեմն Միքայել Սրբազանին վերագրել են երկու լրատվամիջոցի երկու հարցազրույց պայմանական նշեմ, հարցազրույցի հետ կապված, ասենք, խոսքեր, որոնք որ մենք դատարանում հենց առաջին օրը ներկայացրեցինք ապացույցներ, որոնք որ տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ Այսինքն Gala TV հարցազրույցներ եւ News-ի երկու լրատվամիջոցներին հարցում էի ներկայացրել, խնդրել էի տեղեկացնել, որտեղ են կատարվել այդ հարցազրույցների տեսագրությունները։ Երկուսից էլ ստացանք պատասխան, որ տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ Այսինքն ենթադրյալ արարքը տեղի ունեցել Գյումրի քաղաքում եւ այստեղ գործում այն իմպերատիվ կանոնը, որ պետք է Գյումրի քաղաքում գործը քննվի։ Դատավորը դա մերժեց։ Այսինքն արդեն թույլ չտվեց, ընդ որում մենք առաջի հարցը դա ներկայացրեցինք, հետո կալանքի հարցին անցանք։ Երբ որ դա մերժեց, հասկացանք, որ այս դատավորը արդեն ունի հստակ իր ճանապարհը եւ ինքը այս գործը Եվ պարտադիր հենց ինքը պետք է այդ գործը։ Այո, եւ երբ որ դա մերժեց, հասկացանք հաջորդը, որ կալանք է երկարացնելու կալանքի ժամկետ, այդպես էլ եղավ։ Հետագա դատավորի մնացած բոլոր գործողությունները խոսում էին դրա մասին, կոնկրետ ցանկացած գործողություն բնութագրում էր դատավորի մեղադրական հակումները։ Ընդ որում ասեմ, փաստաբանների շրջանում կա դատավորների ռեյտինգավորում, նաև ոչ օֆիցիալ։ Փաստաբանները մեկը մյուսի հետ խոսում են, բնականաբար քաղաքական որոշ զգայուն գործեր էլ մենք տեսնում ենք, որ դատավորը ինչպես է իրեն պահում եւ շատ հաճախ այդ քաղաքական գործերով կոնկրետ նույն դատավորներն են։ Կալանքի հարցում, մյուս հարցերում եւ Մասիս Մելքոնյանը, Արմինե Մելիքսեցյանը, իրենք կոնկրետ բնութագրվում են փաստաբանների կողմից մեղադրական հակում ունեցող դատավորներ եւ պատահական չի գործը իրենց մոտ է հայտնվել։ Եվ պատահական չի, որ նաեւ իրենք չուզեցին որևէ կերպ գործը գնա Գյումրի։ Որովհետեւ եթե ճիշտ է շատ օբյեկտիվ դատավոր լինի, չի կարող նման բացահայտ խախտումներ թույլ տալ։ Դրա համար մենք կարծում ենք, որ ենթադրում ենք եւ նաեւ դրա մասին սկսեցինք բարձրաձայն խոսել, որ մեղադրական վերդիկտ է տալու, ազատազրկում է տալու, դատախազի միջնորդը կարող է փոխվել, կարծում եք։ Տեսեք, երկրորդ մասով են մեղադրանքը առաջադրել, ընդ որում երկրորդ մասի հիմքեր էլ չկա, որովհետեւ երկրորդ մասը խոսում է այն դեպքերի համար, երբ անձը կոչ անում է լրատվամիջոցով։ Այսինքն ինքը հատուկ կոչ անում լրատվամիջոցով։ Մինչդեռ օրինակ Gala TV տեսաձայնագրած այդ միջոցառումը դա կլոր սեղան քննարկում է, որտեղ մասնակիցները մեկը մյուսի հետ են խոսում։ Միքայել Սրբազանին հրավիրել են ու վերջում Միքայել Սրբազանը ելույթ է ունենում այդ լսարանի համար։ Եվ կողքից Gala TV լրագրող ուղղակի նկարում է։ Այսինքն դա չի երևում, որ Միքայել Սրբազանը դա ասում է հանդիսատեսին։
Նա ասում է այդ մասնակիցներին։ Հետաբար երկրորդ մասը չեն կարողանալ կիրառել, բայց դա հատուկ են արել, որովհետև առաջին մասի դեպքում իրենք ազատազրկում չէին կարող կիրառել, որովհետև առաջին մասը դա ոչ մեծ ծանրության հանցագործություն էր, իսկ երկրորդ մասը միջին ծանրության, եւ նույնիսկ այս դեպքում հանցակազմի, ասենք, բաժի տեսակների մեջ կա տուգանք, կա կարճաժամկետ ազատազրկում եւ բնականաբար իսկ ազատազրկումը նախատեսված է 2-ից 5 տարի ժամկետով։ Եվ դժվար չէր կանխատեսել, որ մեղադուղը 2 տարի 6 ամիս կպահանջի, իսկ դատարանը հետո մի քիչ էլ հումանիստական բան ցույց կտա, 2 տարի կտա, օրինակ, հա, կամ դատախազի ասածը կտա, կամ ավելի կարող է տալ, բայց ինչ որ մի կրճատ բան կտա, իբրև մեծ ընթառաջ քայլ արեց, եւ սրանով Միքայել Սրբազանին իրենք կպահեն փակի տակ։ Նպատակը պարզ է, մինչեւ հունիսյան ընտրություններ ապահովագրված լինեն, որ Միքայել Սրբազանը չլինի դրսում։ Դուք կարծում եք ուղիղ հրահանգ կա Փաշինյանի կողմից դատավորին։ Ավելին ասեմ, դա նաև Փաշինյանն է հաստատել, երբ որ Միքայել Սրբազանի ձերբակալման գործընթացն էր իրականացվում, Փաշինյանը ինքը հրապարակային բաներ էր գրում, հենց դրա հետ կապված, կալանքի հետ կապված եւ նաև իր падգամավորներից Վահագն Ալեքսանյանն, եթե ազգանը չեմ սխալվում, սկզբից գրել էր կալանքը լինելու, հետո փոխեց ձերբակալումը նկատի ուներ եւ այլն, բայց ակնհայտ է իրենք ցույց են, որ սա այս գործը իրենց տեսադաշտում է։ Եվ ակնհայտ է դատավորի հուզմունքն էր ակնհայտ, որ նա անում է մի բան, որը իր սրտով չէ, բայց երևում է, որ անում է։ Իսկ դատավորի վրա իրենք ոնց են ազդում, կարող է լինել տարական կոմպրոմատներից մինչև, չգիտեմ, ամենավատ բանը ինչ որ կարող եք մտածել։ Իսկ ձեր հետագա գործողությունները ո՞րն է լինելու, ասել եք, որ միեդ եք դիմելու։ Տեսեք, մենք հիմա զուգահեռ նաև կալանքի ցանկացած որոշում, որը կայացվել է եւ երկարաձգվել է, մենք բողոքարկում ենք ներպետական վերադասացիաներ, որպեսզի սպառենք այստեղ այդ ատյանները եվրոպական դատան գնալու համար, արդեն հիմնական կալանքը որ տվել են, դա հասել ենք վճռաբեկ դատարան, դեռ որոշմանն ենք սպասում։ Երկարաձգումը մյուս բողոքարկել ենք վերաքննիչ դատանա մերժեց, դա կբողոքարկենք վճռաբեկ դատան, անպայման միեդել ենք գնալու։ Ավելին ասեմ, մենք արձանագրեցինք նաև դատավորի կողմից կոնկրետ կեղծիք արձանագրեցինք ու դա էլ էր շատ տարօրինակ։ Տեսեք, դատավորը ինքը իր նախաձեռնությամբ որոշում է քննարկել Միքայել Սրբազանի կալանքի երկարացման հարցը։ Սեպտեմբերի 2-ն էր եւ սեպտեմբերի 6-ին պետք է լրանար կալանքի ժամկետը։ Եվ դատավորը օրվա արդեն ավարտին էր մոտենում, դատախազը չի միջնորդում, ինքը իր նախաձեռնությամբ ասում է հիմա քննարկում եմ կալանքի երկարացման հարցը։ Եվ դատախազն ասում է ինչ եք առաջարկում, դատախազը ասում է 1 ամիս։ Դատավորը դա քննարկում է, մենք նորից մեր փաստարկներն ենք բերում, ասում ենք չի կարելի այդպես, վերջը մեր փաստարկներն ենք բերում։ Դատավորը որոշում է ու այսպես է հրապարակում 1 ամիս ժամկետով երկարաձգել Միքայել Աճապարյանի կալանքի ժամկետը։ Ու վերջ։ Ու նշանակում է հաջորդ նիստը գնում է հեռանում է դահլիճից։ Մենք ստանում ենք որոշում, որտեղ գրված է այսպես. երկարաձգել կալանքը 1 ամիս ժամկետով, սահմանափակելով Միքայել Սրբազանի շփումները ԶԼՄ-ների հետ։ Ուրեմն այդ սահմանափակումը ԶԼՄ-ների հետ շփման սահմանափակումը դա լրացուցիչ միջոց է, որը դատանը կարող է կալանքի հետ կիրառել, բայց օրենքը հստակ ասում է, որ դա պետք է լինի դատախազի հիմնավորված փաստարկմամբ եւ դատարանի պատճառաբանված հաստատումով։ Այսինքն օրենսդիրն ասում է, որ պետք է դատախազը այդ հարցը բարձրացնի, դատախազը այդ հարցը հիմնավորի եւ դատարանն էլ պետք է պատճառաբանված հաստատի, որ դա այդպես է։ Ու ամենազավեշտալին այն է, որ այդ քննարկման ժամանակ ընդհանրապես դատախազը նույնիսկ չի ակնարկել դրա մասին։ Դատարանն էլ որոշում կայացնելիս չի հրապարակել դրան։ Այդ մասը չի հրապարակել։ Հետևաբար հետագայում դատավորը տեսնելով, որ այդ մասը բաց է թողել, արդեն ինքնուրույն կեղծիք է կատարել, դա պաշտոնական կեղծիք է կոչվում եւ մենք քննարկում ենք նաեւ համապատասխան հաղորդման դիմելու գլխավոր դատախազին։ Եվ փաստորեն կեղծիք է կատարել։ Հիմա մենք մտածում ենք, լավ, ինչու պետք է դատավորը, որը ամեն դեպքում խելացի իրավաբան է, այդ կանխավարկածով են գնում, լավ, ինչը պետք է իրեն դրթի կեղծիք կատարել։ Նամանավանդ գիտի, որ դիմացի կողմը ունի 5 պաշտպան, ամեն դեպքում այդ 5 պաշտպանը հիշողություն ունեն, դրան գումարած տեսա ձայնագրվում է ամբողջ դատական գործընթացը,
Եվ նույնիսկ հիմա YouTube-յան ալիքներում տարբեր լրատվամիջոցների հենց հիմա տեղադրված է, այսինքն ցանկացած մեկը կարող է դա տեսնել, վերարտադրել, լսել։ Ինչու է նա գնում կեղծիքի։ Բայց գլխավոր դատախազից ինչ եք ակնկալում, եթե 1 տարի առաջ չէր տեսնում խնդիր այդ նույն հարցազրույցում արված հայտարարության վերաբերյալ, 1 տարի հետո երբ Փաշինյանը ստատուսներ է գրում, նա տեսնում է այդ խնդիրը։ Տեսեք, իրականում չենք ակնկալում, բայց մենք բոլոր քայլերը կատարելու ենք, հետևողական ենք լինելու եւ հասնելու ենք նրան, որ այս դատավորը եւ այն դատախազները, որոնք ներգրաված են Միքայել Սրբազանի գործի մեջ եւ անօրինականություններ են թույլ տալիս, դրանց համար պատժվեն։ Ի վերջո բոլորս էլ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է։ Ադոլֆ Հիտլերի իշխանությունն էլ ժամանակավոր, ասում չկա այդպես, իրենք հավերժ չեն լինելու, լավ։ Եվ նրա իշխանությունը ժամանակավոր է։ Այսինքն, եթե նպատակն այն է, որ 2 տարին կանոնավորված մնա, փաստացի դա կկատարվի։ Միջև մի է դիմեք, դա երևս երկարատև գործընթաց չէ։ Ես այդ կարծիքի չեմ, որ Նիկոլ Փաշինյանը 2 տարի պաշտպանվարելու է, որ եթե իշխանապողություն չլինի, այո։ Դեք ինչ, ֆիզիկայի օրենքներն էլ ունեն իրենց, այսպես ասեմ, էլի, ժամանակ եւ տարածության մեջ իրենց գործողությունը։ Եվ տվյալ դեպքում ակնհայտ է, որ այն վիճակը, որի մաս ստեղծված է մեր երկրում, այս ատելության, այս մեծ դոզան, որը հիմա կա, սա մեզ լավ տեղ չի տանելու։ Առավելևս, երբ որ իշխանությունը արդեն թիրախավորել է հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին։ Ակնհայտ է, որ արդեն մենք գործ ունենք իշխանության վերջի ջղաձգումների հետ։ Ես դա ուզում հարցնել, արդյոք այս ամեն ինչը կապվում է հենց նաև եկեղեցու դեմ պայքարի կամ կաթողիկոսին հեռացնելու գործընթացի հետ, որ նրանք պարտադիր կալանավորված լինեն, օրինակ Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը։ Տեսեք, այստեղ մի հետաքրքիր բան կա։ Ուրեմն Բագրատ Սրբազանը սկսեց իր գործունեությունը, հասարակական գործունեություն էր, որը Տավուշի սահմանների պաշտպանության գործընթաց էր եւ այնուհետեւ Բագրատ Սրբազանը մտավ քաղաքական որոշակի գործընթացների մեջ։ Այդ գործընթացների մեջ մտնելու ժամանակ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին չկար այդ process-ի մեջ։ Նույնիսկ Բագրատ Սրբազանի լիազորությունները կասեցվեցին, որովհետեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին բոլոր դեպքերում ինքը քաղաքական իշխանություն վերցնելու, իշխանավոր նշանակելու այդ հարցում չկա։ Այդպիսի բան որ լինի ուղիղ կայտարի, չի մասնակցել։ Մինչդեռ իշխանությունը ինչ արեց, իշխանությունը փորձում էր Բագրատ Սրբազանի այդ քաղաքական ակտիվությունը կապել Մայրաթորի հետ, ասել որ այնտեղից է դա հովանավորվում, եւ Միքայել Սրբազանի նաեւ քննադատական խոսքը նույնպես կապել այդ շրջանակի մեջ։ Մենք լավ գիտենք, որ Միքայել Սրբազանից իրենք առգրավել են օրագիր, այո, եւ դա էլ են փորձում շարունակել, բայց այդ նույն օրագրի, ասենք, գրառումներով ակնհայտ երևում է, որ Մայրաթորը որևէ կապ չունի այդ գործընթացի հետ։ Այսինքն, եւ իրենց գաղտնալսումներով այդ ամեն ինչով ինչ որ իրենք փորձել են այդ կապը ստեղծել, իրենք համոզվել են, որ կապ չունի։ Հակառակը, իրենք տեսել են, որ աջախցում եւս փաստորեն լսում են իրենց։ Այո, խցում են, լսում են, այո, ամենայն հաս կաթողիկոսը հրապարակումներ կային գործի մեջ դրվել այդ խոսակցություններից։ Դա Բագրատ Սրբազանի գործի մեջ է դրված, այո, եւ որոշ բաներում, աղբյուրներում, fake աղբյուրներում ինչ որ բաներ նյութեր գնացին, տեսեք, ամենայն հայոց կաթողիկոսը բոլոր դեպքերում ինքը կողմ չի եղել, որ հոգևորականը քաղաքական գործընթացների մեջ ներգրավի։ Եվ իրենք եւ գաղտնալսումներով եւ օրագրի եւ այլ իրենց միջոցներով դա պարզել են։ Մինչդեռ հրապարակային իրենց դաշտում նույն վարչապետը եւ մյուս իշխանավորները ուղիղ հակառակն են անում։ Ինչու՞, որովհետեւ իրենց պետք է Մայրաթորին թիրախավորելու համար ցույց տան, որ Մայրաթորը մտել է քաղաքական դաշտ, փորձում է իշխանությունը վերցնել եւ դրա համար իրենք լեգիտիմ իրավունք ունեն Մայրաթորին թիրախավորելու։ Անիչ դա բացահայտ սուտ է, իրենք էլ դա գիտեն, որ սուտ է, բայց փորձում են այդ սուտը հрамցնել։ Հիմա իրենց գործն ավելի հեշտանում է, երբ որ բարձրաստիճան հոգևորականներին կալանավորում են կաթողիկոսին հեռացնելու հարցում։ Այսինքն նպատակը նաև դա է, կարծում եք։ Նպատակը բնականաբար ճնշում է ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ, որովհետեւ ամենայն հայոց կաթողիկոսը տեղի տա իրենց ապօրինի եւ ոչ բարոյական պահանջներին, բայց ես վստահ եմ, որ ամենայն հայոց կաթողիկոսը այդ ճնշումներին չի ենթարկվելու բնականաբար, ու եթե իշխանությունը փորձի ավելի բիրտ մեթոդներ ու միջոցներ կիրառել, որը որ նման, այսպես ասեմ, երևույթները կա եւ նման բան սպասում ենք մենք, ապա դա բերել է շատ վատ հետևանքների։
շատ վատ հետևանքների, բայց դրա պատասխանատուն լինելու է իշխանությունը։ Իդեպ Նաթան Սրբազանը դատավարությունից հետո Միքայել Սրբազանի ասաց, որ իրենք ձեռքերը ծալած չեն նստի, իրավական առումով ինչ գործընթացներ կարող է եկեղեցին ծավալել։ Ինչ ատյաններ կարող է դիմել միջազգային, ինչ գործիքակազմի։ Մինչև հիմա մայրաթորը միջազգային ատյաններին չի դիմել։ Այսինքն չի դիմել դեսպանատներին, չի դիմել, այլ կառույցների չի դիմել, որովհետև համարել է, որ սա իր երկրի ներսի հարց է։ Բայց երբ որ իշխանությունը անցնում է բոլոր սահմաններ եւ արդեն լկտի գործողությունների անցնում, բնականաբար մայրաթորը կարող է հաստատ իր վերաբերմունքը վերանայել, որովհետև սա, ինչպես նշել եմ, սա ֆուտբոլ է մեկ դարպասով։ Ես միգուցե ավելի շուտ պետք է անեին։ Ես չեմ կարող ասել, ես ուղղակի տեսեք, եկեղեցին միշտ փայփայել է Հայաստանի պետականությունը, միշտ։ Երբ որ մենք պետականություն չենք ունեցել, նա փոխարինել է այդ ինստիտուցիոնալ հիշողությունը իր մեջ պահել է եւ մեր ազգային ինքնությունը պահպանողն է եղել։ Եվ դրա համար նույնիսկ այսօր պետական գործընթացների մասով ես կարծում եմ բոլոր դեպքում 7-ը չափում են, 1-ը կտրում։ Իսկ որ միջազգային ատյաններ կարող է դիմել։ Կան բնականաբար եկեղեցական, նաև կրոնական իրավունքների պաշտպանության կառույցներ, հեղինակավոր կառույցներ կան, չեմ ասում, որ նաև իրավապաշտպան կառույցներ կան, որոնց նույնպես կարելի է դիմել։ Երբ որ այդ որոշումը կայացվի, բնականաբար բոլոր հնարավոր կառույցներին կարելի է դիմել։ Իդեպ ձեր նկատմամբ եւս այսպես սոցցանցերում քննարկումներ տեղի ունեցան, թե դուք ինչու թույլ տվեցիք, որ Միքայել Սրբազանը այդ օրը, երբ որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները էջմիածնում էին, նա ներկայանա քննչական կոմիտե։ Ինչ բացատրություն կա այս ամեն ինչ։ Եթե չներկայանար, ասում են, եթե մարդիկ չէին թողնում, պետք է չներկայանար նա։ Դա շատ բան փոխեց։ Նախ այդ ձեր ասած այդ ճնշումները իրենք իմ մասնագիտական գործունեության են առաջում, ոչ թե իմ քաղաքական կամ հասարակական ակտիվության, դա մասնագիտական գործունեություն։ Ես իհարկե աշխատեցի շատ չխորանամ, չծավալվեմ այդ հարցում, բայց ինքը շատ պարզ է։ Տեսեք, Միքայել Սրբազանը նախ ինքը իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը իր ասացի մարդ է։ Երբ որ ես գնացի մայրաթոր, արդեն ԱԱՑ-ի աշխատակիցներ այդտեղ են, եւ իրենք ասում են, չէ, պետք է հենց հիմա ձերբակալենք, որովհետեւ իրենց առաջարկվում էր, որ ժողով կա, ժողով ավարտի, խնդիր չկա, կգա Միքայել Սրբազանը, ասում չէ, հենց հիմա։ Եվ ես Միքայել Սրբազանին երբ որ առանձնացա եւ խոսեցի, ասեց ինչ կարող են անել։ Ես ասացի, ընդ որում որոշումը ես վերցրեցի, կարդացի, ինձ տվեցին որոշումը, իմ մոտ էր այդ բանը։ Ես ասացի, իրենք կարող են ձերբակալում իրականացնել հարկադրաբար, այսինքն եթե հիմա օրինակ մենք չենք գնում, ապա իրենք կարող են ուշ կիրառել։ Եվ ընդ որում ես որ հասա Էջմիածին, ես տեսա ամբողջ Էջմիածնում շատ ոստիկանական մեքենաներ, ոստիկաններ լցված էին։ Բայց նաև մարդիկ էին շատ, ասում են մարդկանց բազմությունը քանդար էր։ Ես այդ բանին որ խոսում եմ, այդ բանին որևէ մարդ չկար, այդ բանին դեռ աղմուկ չկար։ Բայց ոստիկան ամենասկզբում ասն եմ խոսում։ Միքայել Սրբազանն ասեց, ես վախենալու բան չունեմ, ես գնում եմ։ Այսինքն այդ ժամանակ դեռ խոսք կար, ասեց ես գնում եմ։ Եվ այդ բանին, երբ որ Միքայել Սրբազանից ես գնում եմ, Վեհապար Հայրապետն էլ ասեց, բայց քահանաներ եկել են, ինքն էր համակարգողը, ասեց գնա քահանաներին բացատրի իրավիճակը, որովհետև հիմա այսպես ճիշտ չի, դու գնաս, քահանաները քեզ են սպասում եւ մոտ 200 քահանա կար։ Երբ որ Միքայել Սրբազանը գնաց քահանաներին բացատրելու, քահանաների մոտ արդար վրթովմունք առաջացավ, որ ինչու հենց հիմա, ինչու են ուզում հենց մեր աչքի առջևից տանեն, սա դիտավորյալ են անում, սա եկեղեցու դեմ քայլ ենք որակում։ Եվ արդար դժգոհություն առաջացավ ու շատերն ասին չենք ուզում գնանք։ Եվ նույնիսկ մենք ձեզ չենք թույլատրում։ Ու այստեղ արդեն ոստիկաններ եկան, ԱԱՑ աշխատակիցներ եկան, որոնք ավելի գրգռեցին ներկաների տրամադրությունը եւ բնականաբար արդեն ընթացքը մեծացավ ընթացքում։ Այո, հետո մարդիկ սկսեցին գալ եւ այդ ընթացքը մենք տեսանք արդեն, դուք մասը ինձանից լավ գիտեք։ Բոլոր դեպքերում մենք հասանք նրան, որ Միքայել Սրբազանը իր կամքով գնաց, իրանք չձերբակալեցին ձեռնաշղթաներով կամ որոնք պատրաստ էին ամեն ինչի։ Իրանք էլ տեսան, որ բայց նրանք եւս հայտարարությամբ էին հանդես գալիս, որ դուրում ենք, ինչպես են ձևակերպել, հիմա չեմ հիշում, որ ինքը ներկայանա։ Այո, չէ, բայց տեսեք, իրանք ինչ որ առումով տեսնում են այդ մարդկանց շատությունը եւ խուսափում էին գործողությունները։ Այո, իրենք սկզբից ուզում էին այդպես տանել, ես անկեղծած այդ համոզմունք ունեի։ Իրենք ուզում են մի առիթ ստեղծեն, որ ստիպողաբար տանեին նվաստացնելով։ Մենք տեսել ենք այդ շոուները, ուզում ասեմ 18 թվականից հետո բազմաթիվ նման շոուներ ականատես են եղել, բայց եկեղեցականների եւ եկած
մեր քաղաքացիների հայրենակիցների օգնությամբ դա չստացվեց։ Եվ իրենք ստիպված տեղի տվեցին, այո, եւ Միքայել Սրբազանը մինչեւ քննիչի սենյակ գնացել է իր կամքով։ Հիմա ես ինչ պետք է խորհուրդ տայի, պատկերացնեք, ես ասեի Միքայել Սրբազանը, չէ, մի գնացեք, օրինակ ու ինքը որոշեր չգնալ։ Պայմանական, պատկերացեք, ես ընդ որում ես ներգրավել եմ որպես փաստաբան, ոչ թե քաղաքական գործիչ կամ հասարակական գործիչ, որպես փաստաբան։ Ընդ որում ինձ հարցնում է ինչ կարող են անել իրավաբանները, ես ասում իրավաբանները ինչ կարող են անել, ասում հարկադրանք կարող են կիրառել։ Հիմա ասեի չէ, հարկադրանք չեն կարող կիրառել։ Եվ պատկերացեք չգնար Միքայել Սրբազանը, ընդ որում ինքն է որոշել ամենասկզբից եւ այդ։ Եվ եթե չգնար ու պատկերացեք իրենք ուժ կիրառեն, ինչ որ մեկին մի վնաս լիներ, մի հատ արուն թափվեր, պատկերացնում ինչ էր դառնալու։ Միևնույն իրան տանելու էին։ Լավ, այդ օրը չտանեն, 2 օր հետո Միքայել Սրբազանը գնար Գյումրի, ճանապարհին բռնեին տանային։ Այսինքն ամեն դեպքում ասում են քաղաքական գործընթաց էր հասունանում, որը խոչընդոտվեց նաև ձեր միջոցով։ Հիմա մյուս հարցը, տեսեք, մենք երբ որ ճանապարհին ենք, արդեն այդ ժամանակ նաև գնաց, որ Հովիկ Աղազարյանը առաջարկել է Միքայել Սրբազանի թեկնածությունը։ Մենք ճանապարհին քննարկում ենք եւ հիմա նայեք, իրեն մեղադրում են իշխանություն զավթելու կոչի մեջ եւ զուգահեռ ԿՊ-ի падգամավորը, որը իբրև նախկին падգամավոր է, բայց իմ համար նա ԿՊ-ի падգամավոր է, այս վերջի դրսևորումներով նա ապացուցեց դա, ինքը ասում է առաջարկում ենք վարչապետի թեկնածու։ Կարծում եք ծուղակ էր դա։ Միանշանակ ծուղակ էր, եւ երբ որ մենք գնացինք, նախ Միքայել Սրբազանի կալանավորման հետ կապված, մենք Միքայել Սրբազանին ասենք, որ 99% կալանավորել են։ Եվ այստեղ այդ քննարկման ժամանակ, երբ որ մենք քննիչի սենյակում ենք, մենք առանձնազրույց զրույց պահանջեցինք 5 պաշտպաններով եւ Միքայել Սրբազանը։ Մենք սենյակում ենք եւ այդ հարցն էլ անդրադարձանք, ասենք ինչ անենք Սրբազան։ Այսպեսի բաներ են ասում։ Կարող ենք արհամարել, ոչ մի բան չանենք եւ քննարկվեց, որ լավ կլինի մի հատ հայտարարությամբ ասել հերո մնան, այս process-ը հիմա պետք չի զարգացնել։ Բայց այդ գործընթացին նաև միացել էր ընդդիմությունը եւ հիմա շատ շրջանակներ հենց ընդդիմությունից են դες մեղադրում։ Ձեզ էսպես ասեմ, մենք այնպես չէ՞ այդ ինֆորմացիայի ամեն ինչին տիրապետում ենք։ Մենք այդ բան ներսում, ասենք քննիչն է, քննչական գործողությունն է, ուզում են խուզարկեն, այդ բան բանակցում ենք, վիճում ենք, այդ process-ների մեջ ենք։ Եթե բան մնացինք մենակ, մենք այնպես չի ամբողջ Facebook-յան ինֆորմացիայի խոսքին տիրապետում ենք այդ պահին։ Մենք քննչական գործողությունների մեջ ենք, այդ էմոցիաների տակ ենք, այսինքն այդ իրավական գործընթացների մեջ ենք, եւ այդ պահին, երբ որ այդ հայտարարությունը եղավ, նույնիսկ որոշվեց, որ երբ որ դուրս գանք, նոր այդ հայտարարությունը հրապարակենք։ Եվ դուրս ենք եկել քննչական մարմնից, այդ հայտարարությունը հրապարակել ենք։ Դա եղել է Միքայել Սրբազանի որոշումը։ Իսկ որպեսզի ասում են, որ դուք եք մասնավորապես համոզել, որ նա հրաժարվի։ Տեսեք, ասեմ, նախ այդ ասողը պետք է երևի թե ներկա լիներ, որ ասեր, չէ՞, ասենք, հիմա ես մի բան օրինակի դուք պնդում եք, որ 5 հոգով եք եղել, 5 իրավապաշտպաններ հետ ներկա եք եղել։ Այսինքն, եթե դուք համոզել եք, նրանք պետք է տեղյակ լինեն։ Այո, տեսեք, ասեմ, ես նման կարծիք արտահայտել եմ, իմ կարծիքն ասել եմ Միքայել Սրբազանի։ Ես ասել եմ, որ լավ կլինի սրա հետ կապված ռեակցիա տալ, որովհետև պես մեզ համար խնդրահարույց է։ Բայց չեք ասել ինչ ռեակցիա։ Հրաժարվի այսինքն։ Չէ, ես ասել եմ Սրբազան, ասեմ դուք ինչ եք ուզում։ Ես իրան եմ հարցրել, Սրբազան դուք ուզում եք այս process-ը, լավ ոչ։ Ասեմ դե ձեր կարծիքը միգուցե երբ կարելի է ասել, արտահայտել։ Հարցը այդպես է գնացել։ Որովհետեւ դուք պատկերացնեք Միքայել Սրբազանին, որ որևէ մեկը չի կարող համոզել մի բան, որ ինքը չի ուզում անել։ Երբ որ օրինակ նույն բանում ձերբակալման օրը երբ որ եկել էին ոստիկանները ԱԱՑ-ի աշխատակիցներ ու ժողովուրդն էլ հավաքվել էր։ Եվ Սրբազանին պետք է լրագրողների հետ խոսեր։ Ես Սրբազանին խնդրեցի, որ գործից հանկարծ չխոսի։ Սրբազան, մենք չգիտենք իրականում ինչա կատարվում։ Եկեք որևէ բան չխոսեք, լրագրողները բնականաբար ձեզ հարց են տալու։ Բայց խնդրում եմ, այդ հարցերին մի պատասխանեք, որպեսզի հասկանանք ինչա լինում։ Եվ երբ որ դուրս եկանք, Միքայել Սրբազանին հարց տվեց, ինքը պարենքացրեց, լավ եմ արել, եմ անել։ Եվ ձեզ ասեմ, կալանավորման հիմքում այդ իր հայտարարությունն են դրել։ Այսինքն հենց այդտեղ տված հայտարարությունը արդեն դատարանում դրված էր, քննիչի միջնորդության մեջ դրված էր ու այդ խոսքը տեսագրությունը դրված էր։ Այդ տեղի հայտարարությունը Միքայել Սրբազանին կալանավորել մեկ հիմքով ասել են, որ ինքը կարող է կրկին կատարել այդ արարքը եւ այդ ապացույցն են դրել։ Պատկերացնում եք, այսինքն դուք գնում եք միտեղ, երբ որ Միքայել Սրբազանին հենց այդ օրը ստեղծած արհեստական ապացույց են ստեղծել եւ կալանավորում են այդ հիմքով։ Հիմա լավ, ես համոզելու հատկություն ունեմ, համոզեցի, որ չխոսի, բայց Սրբազանը խոսեց։ Իսկ Միքայել Սրբազանը ինքը ազատ մարդ է, անկախ մարդ է։ Դուք իրեն չեք կարող համոզել մի բան, որ ինքը չի ուզում անել։
Բայց եթե ինքը ընդուներ այդ առաջարկը եւ իսկապես որպես տեխնացու ներկայանար, միգուցե մեծ թվով մարդիկ դուրս գային եւ արդեն իսկ կալանավորումը հնարավոր չլիներ եւ քաղաքական գործընթացներ ծավալվեր։ Օրինակ մարդկանց եթե մեծ բազմություն լիներ, չէր խոչընդոտի։ Կար մարդկանց մեծ բազմություն։ Դե ասում են սկսվում էր արդեն այդ գործընթացը, որովհետեւ անվստահության գործընթացը արդեն մեկնարկել էր, մեծ թվով հոգեվորականներ էին դրսում։ Եվ նա միակ տեխնացուն էր, որ փաստորեն ընդդիմության մոտ կոնսոլիդացիա առաջացեց, բոլորը հավանություն տվեցին, որ այո, եթե նա լինի, մենք կմիանանք։ Ես այսպես ասեմ, ես ինքս Միքայել Սրբազանի շահեր ներկայացնելիս քաղաքական որևէ նկատառումով չեմ ղեկավարվել։ Դուք էլ գիտեք, որ նաև ես էլ քաղաքական գործընթացի մեջ կամ, հիմա իհարկե ոչ այդ ակտիվությամբ, բայց բնականաբար ինձ էլ քաղաքական գործընթացների մեջ նաև հետաքրքիր է ցանկացած process, որ այս իշխանության վատ բանը դեմոնտաժ է անելու, չէ՞։ Բայց ես ինքս այդ հարցի մեջ ղեկավարվել եմ Միքայել Սրբազանի շահերով, որպես փաստաբան, ոչ ավել։ Ես այդ բանը նույնիսկ իմ անձնական շահերից վեր պետք է դասեմ Միքայել Սրբազանի շահերը։ Ես ղեկավարել եմ Միքայել Սրբազանի շահերով։ Ավելին դա իր որոշումն էր։ Ես իրեն ուղիղ հարցնվել, դուք ինչ եք ուզում։ Դուք ուզում եք այս process-ի մեջ մտնել, ասել է ոչ։ Հիմա հետո կուզի, չի ուզի, դա իր որոշումն է։ Բայց որպես փաստաբան ձեր կարծիքը հայտնել եք, որ դա կարող է վտանգներ ներկայացնել։ Մենք 5 պաշտպաններով նույն կարծիքի ենք եղել։ Նրանք էլ էին կարծում, որ նա պետք է հրաժարվի տեխնացությունից։ Միքայել Սրբազանը արդեն հրաժարվել էր։ Մենք կարծում ենք, որ դրա մասին կարելի է խոսել։ Ինչու, որպեսզի քննիչները չկարողանան դա շահարկել եւ քաղաքական ենթատեքստ մտցնելով իրեն կալանավորել տան։ Բայց ես կարծում եմ, որ իրենց դա է նպատակը։ Այսօր էլ գործը բերեց ապացուցեց մի պարզ բան, որ հենց այդ նպատակով էլ Սրբազանին կալանավորել էին եւ հենց այդ նպատակով էլ իրեն ազատազրկել են ու ազատազրկելու են։ Այսինքն վտանգ են տեսել, որ նա լինի մեծ կոնսոլիդացիա կհավաքվի։ Այո, դուք պատկերացրեք հիմա քաղաքական հաշվարկների տեսակետից նայեք։ Ինձ օրինակ հիմա զարմանալ ինչով է կաղազանը, լավ։ Միգուցե ընդդիմությունից գար մեր ռեակցիան կամ Միքայել Սրբազանի ռեակցիան այդպես չլիներ, օրինակ։ Բայց զուգահեռ իրեն տանում են եւ զուգահեռ այդ process-ն է գնում։ Ես վստահ եմ, եթե օրինակ Սրբազան ասեր այո, էդ էլ էին դնելու, հա, ինքը պաստորեն տեսեք մի հատ ապացույցեն լրացույց ստեղծելու, ասելու են, որ տեսեք, ինքը իշխանության զավթելու նպատակ ունեցել, հիմա էլ ուզում է իշխանության գա։ Իրանք դա բերելու են սարքեն գործի մեղադրանքի մաս, հաստատ հավատացեք, այդպես էին անելու։ Առավել եւս, երբ ձեզ ասեցի, այդ օրվա իր ասածը լավ եմ արել, այդ արտահայտությունը բերել կիրառել են կալանքի հիմքում, այդ իր համաձայնությունը բերելու են կպցնեն մեղադրանքի գործին։ Հիմնավոր անկամ եթե մեծ թվով մարդիկ լինեին փողոցում եւ գործընթաց սկսվեր ազգային ժողովում։ Լավ, մեծ թվով մարդիկ կան Բագրատ Սրբազանի հավաքների ժամանակ էլ ինչ որ բան փոխվեց։ Ես չեմ ասում կարող է իհարկե ձեր ասածը կարող է լրիվ ճիշտ է, քաղաքական առումով լրիվ ուրիշ բան լիներ։ Բայց ես ձեզ բացատրում եմ, որ իմ խորհուրդը Միքայել Սրբազանին եւ մեր մյուս պաշտպանների եղել է իրավական։ Ես չեմ էլ կարող, տեսեք, այդ առումով ես պետք է կարողանամ հստակ տարանջատել իմ քաղաքական անձնական տրամադրությունները մասնագիտական տրամադրություններից, որովհետեւ երբ որ մենք քննարկում ենք իրավական ռիսկերը, կալանավորման են տանում, ընդ որում Միքայել Սրբազանին ձերբակալել են կալանավորման տանելու նպատակով։ Այսինքն ձերբակալման որոշման մեջ գրած է ձերբակալել կալանավորման տանելու համար։ Արդեն կալանավորման են տանում։ Եվ մենք բնականաբար այդ առումով պետք է այդ մեր կարծիքը հակառակը, եթե ես հիմա իմ քաղաքական հաշվարկներից ելնելով Միքայել Սրբազանին դրթեի, որ չէ, Միքայել Սրբազան, մի գնացեք, այսպես մի արեք, նախ հարց է, որ ինձ կլսեր թե չէ դա։ Մեկ, երկրորդ ինքը արդեն ունեցել է, այսինքն հստակ որոշում։ Միանշանակ։ Ուրեմն եւ գնալուց ամենասկզբից հարցրել եմ Սրբազան դուք ո՞նց եք ուզում։ Ինձ հարցել է ինչ կարող են անել, ես ասել եմ իրավաբանորեն, քանի որ կա որոշում, իրենք պետք է այս որոշումը կատարեն։ Եթե կամավոր չեն գնում, իրենք կարող են հարկադրանքի միջոց կիրառել։ Ոնց կանեն, ինչ կանեն, ասում ես չգիտեմ։ Բայց շատ ոստիկաններ կար, էջմիածնում, ես վստահ եմ իրենք պատրաստված են եկել եւ պատական չեն ընտրել այս օրը։ Հաջորդ բանը, երբ որ այդ առաջարկը կար, բնականաբար այդ ժամանակ էլ ասում Սրբազան, դուք ո՞նց եք ուզում։ Դուք այս process-ին ուզում եք, այս process-ի մեջ մտնեք, ասեց ոչ։ Ես միշտ շատ բաներ չեմ ուզում մեր ներքին խոսակցությունից պատմել, բայց դա եղել է Սրբազանի հստակ դիրքորոշումը։ Հետո Սրբազանը, եթե կալանքը կիրառեցին, հետո դրանից հետո ինչ որոշում կփոխի կամ վերաբերմունքը կփոխի եւ այլն, դա Սրբազանի լրիվ ազատությունն է։ Եվ ինքը ազատ է, ոնց ուզի որոշի։ Շնորհակալ եմ զրույցի։ Զրուցակիցս փաստաբան Արա Զորաբյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։